Քիմ Քարդաշյանի մասին լուրերը մի քանի օրվա ընթացքում պայթեցրեցին համացանցը։ Ամերիկյան հեռուստաաստղի Հայաստան կատարած այցը ոչ միայն հայաստանյան, այլ նաև միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում։ Նոր որակ, նոր պատկեր, նոր ձայն հեռուստատեսության անալոգային հեռարձակումից թվայինի անցման ժամկետը հետաձգվեց մինչև 2017 թվականը։ Շիրակի մարզի համայնքներում գործող նախակրթարանների պայմանները, որոշ գյուղերի նախակրթարաններ ֆինանսավորվեցին, որոշներն էլ մնացին առանց ուշադրության։ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընթരാճ Հայաստան կատարած այցի շրջանակներում ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը եղավ ծիծեռնակաբերդում, կարմիր կակաչներ դրեց անմեղ զոհերի հիշատակին։ Քիմ Քարդաշյանի այցի մասին խոսեցին ոչ միայն հայաստանյան, այլ նաև միջազգային լրատվամիջոցները, անդրադարձավ անգամ թուրքական մամուլը։ Քիմ Քարդաշյան, շաբաթվա լավագույն նյուզմեյքեր, վերադարձ արմատներին, ներկայացվող տեսանյութում։ Իրապատում հեռուստաշոուի գեղեցկույն բազմաթիվ սրտեր նվաճելուց բացի նույնքան էլ քննադատությունների է արժանացել։ 34-ամյա Քիմն այսօր համաշխարհային մեծության աստղ է։ Նրա փառքի ու ճանաչման ուղեկիցները հեռուստատեսությունն ու համացանցն են։ PR, որն այլևս PR-ի կարիք չունի։ Նա հայտնի դարձավ 2008 թվականին նկարահանված անիրական ծանր ֆուգասային ռումբ ֆիլմի շնորհիվ, որում կատարել է Լիզայի դերը։ Քիմի հայկական արմատների մասին հայտնի էին շատերին, բայց ոչ ամբողջ աշխարհին։ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընթരാճ նրա Հայաստան կատարած այցը ոմանց ցնցեց, ոմանց էլ փոքրիկ Հայաստանի մասին իմանալու հրաշալի հնարավորություն ընձեռեց։ Հեռուստաաստղի վերադարձն արմատներին դարձավ ամենաքննարկվող հարցերից մեկը։ Սոցիալական ցանցերում քննարկեցին, քննադատեցին, խոսեցին ու մտքեր փոխանակեցին, գրեցին անգամ ամենահեղինակավոր պարբերականները։ Daily Mail բրիտանական պարբերականը գրեց, որ 34-ամյա աստղի համար Զվարթնոց օդանավակայանում իսկական թագավորական ընդունելություն էր կազմակերպվել։ Աղբյուրը հիշատակել էր նաև հայկական տարածքած աղջիկներին։ USA Today պարբերականն էլ նշեց, Քարդաշյանների այցը Հայաստան իսկական քաոս է առաջացրել մայրաքաղաք Երևանում։ Բրիտանական Guardian-ն էլ գրեց, որ Քիմն ամուսնու եւ քրոջ հետ կայցելի Ծիծեռնակաբերդի բարձունք, սակայն ապրիլի 24-ի միջոցառմանը ներկա չի գտնվի։ 8-օրյա այցի առաջին առավոտը Երևանում սկսվեց 24 միլիոն հետևորդ ունեցող Facebook-յան էջում սելֆիի հրապարակմամբ։ Այսօր կլինեմ փիրուզագույնով, գրել էր Քիմը։ Քարդաշյան քույրերի զբոսանքն սկսվեց Հանրապետության հրապարակից։ Նրանք քայլերն ուղղեցին դեպի Կասկադ։ Իրավապահներն ու Քարդաշյանի անվտանգության աշխատակիցներն ուժեղացված հսկողություն էին իրականացնում։ Սակայն Քարդաշյանն անկաշկանդ շփվեց իր գրպագուների հետ։ Ստորագրեց Քիմը։ Չմերժեց սելֆիները։ Հեռուստաաստղի այցից առաջ լրատվամիջոցները գրել էին, որ նրան մոտեցողներին $1000 տուգայք է սպառնում։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորեց Քարդաշյան ընտանիքի ներդրումը մեծ Եղեռնի միջազգային ճանաչման ու դատապարտման գործում եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին Հայաստան նրանց այցելությունը։ Քիմը սոցիալական ցանցերից մեկում գրառում էր արել, որ հայրը, տատն ու պապն անչափ կհպարտանային իմանալով այս ամենի մասին։ Քարդաշյանների հայկական արմատների որոնումը հասցրեց մինչև Գյումրի։ Հայաստանի ազգային արխիվի մասնագետները գտան եւ առանձնացրեցին ռեալիթի շոուի հայ ազգի աստղ Քիմ Քարդաշյանի նախնիների արխիվային փաստաթղթերը։ Փաստաթղթերը շատ չեն, սակայն դրանց համաձայն Քիմ Քարդաշյանի նախնիներն ապրել են Կարսի մարզի Կարակալա գյուղում։ Ենթադրում են, որ Կարսից, քանի որ Կարսում հիմնական բնակչությունը 20 թվականին թաղթեց Արևելյան Հայաստան, Գյումրի, Շիրակի տարածաշրջան, ենթադրում են, որ այն Քարդաշյանները Կարակալայի, որոնք ողջ են մնացել, Ամերիկա չեն տեղափոխվել, նրանք եկել են Շիրակի տարածաշրջան։ Քարդաշներ են եղել, գյուղացիներ են եղել, հող են մշակել։ Did you like the most? Just keep some distance, please. A couple of burgers, please. 70-ամյա Մարտուն Քարտաշյանն այժմ գյումրեցի Քարտաշյաններից ամենատարեցն է, իրենց գերդաստանի մասին շատ բան չգիտի, միայն շեշտում է Քարտաշյաններն անվանի ու սիրված մարդիկ են եղել։ Ունեմ որակույրս, որը մահացել է, նա էլ է Քարդաշյան,
ինքը Անտրանիկ Խաչատրյանի կինն էր, սոցիալական աշխատանքի հերոս, առաջ հերոսն էր։ Քույրս Երևանում է ապրում, Քարդաշյանը, աղջիկը Քարդաշյանը։ Քարդաշյաններն Արևմտյան Հայաստանից են եկել 1915 թվականը նրանց համար եւս եղել է բեկումնային, սպանդ, կոտորած բազմաթիվ անմեղ զոհեր։ Հայոց ցեղասպանության տարիներին Գերդաստանը պառակտվել է նախ Արթիկ, ապա նաեւ Գյումրի։ Մարտուն Քարդաշյանը լավ է հիշում տատիկի պատմածները, վստահ է, իրենք Ամերիկայի Միացյալ Նահանգներում բարեկամներ ունեն։ Իմ Քարդաշյանի բաբա նրանք գնացել են Ամերիկա։ Ամերիկան գնացել նախքան ցեղասպանությունը։ Որոշ իրենց բարեկամներից մնացել են Թուրքիայում։ Թուրքիայից եկել են բանի ժամանակ, սպանդի ժամանակ, նախքան էլ էլի փախել են արդեն։ Դե երևի իմ բաբայից պապն էլ այդ ժամանակ եկել այստեղ։ Ու այնտեղ են սենք իրանք առնչվել մեկը մյուսի հետ բարեկամների, բայց այստեղ կապ չենք ունեցել մենք։ Բայց գիտեմ մամամս կար այն ժամանակ, ես շատ փոքր եմ եղել կամ պատմեր բանից Ամերիկայից, իրենց ինչ-որ պասլկաներ են ուղարկել։ Աշխարհահռչակ աստղ Քիմ Քարդաշյանի մասին Մարտուն պապը վաղուց է լսել, նույնիսկ երբեմն ծանոթ բարեկամներով քննարկել են մտորել, թե անվանի հայի ու իր բարեկամական արմատները որքան խորը կարող են լինել։ Մարտուն Քարդաշյանն ասում է, որ Քիմ Քարդաշյանն իր ազգականն է հոր կողմից։ Բաբայից պապի, իր պապը, հոր տղան երկու կան էլի, մեկին ոչ ամիջական։ Մի բան ավել է, ինչ կսեն, Պորդմ ենկոմ չէ, այդպես։ Նստիգան անընդհատ կմտածե, կարող է արյունակցական այո, ճիշտ է, որ մենք Քիմ Քարդաշյանի հետ բարեկամներ ենք։ Իրեն Քիմ Քարդաշյանի ազգականը համարող պապիկն անգամ երբեմն փորձում է նմանություն գտնել Քիմի ու իրենց բարեկամների միջև, նայում է լուսանկարն ու համադրում հատկապես աչքերի գույնը։ Դժվարությամբ տեղաշարժվող պապիկն ամեն օր հենց այսպես փորձում է տեղավորվել համակարգչի առաջ ու հետևում է, թե համացանցում ինչ են գրում Քիմի մասին։ Հետաքրքրում է իր գործունեությունը, իր կյանքը, կենսագրությունը, իր ով ունի, ով չունի, ինչ կա իր բարեկամությունից, քույրերը, քանի քույր են, այդ եմ նայում։ Կարծեմ երկու հատ էլ աղջիկ ունի, չէ՞։ Երկու հատ է, երեք հատ է, Մարիամ քանի հատ է։ Գյումրեցի այս ընտանիքի ցանկությունը մեկն է տեսնել Քիմ Քարդաշյանին ու հյուրընկալել նրան իրենց տանը։ Քիմ Քարդաշյանի հայկական արմատները սկսեցին շատերին հետաքրքրել։ Բլոգեր Արա Նախշքարյանը մի գիշերում ուսումնասիրեց ու առանձնացրեց Արա Պապյանի հեղինակած գրքերը։ Դրանք արխիվային փաստաթղթեր են, որոնցում խոսվում է Վահան Քարդաշյանի մասին։ Պատմում են Սևերի դաշնագրի մասին, պատմում է Վուդրո Վիլսոնի կատարած մեծ աշխատանքը Հայաստանի սահմանների գծման եւ որի մեջ իր նախնիներից մեկը, ով Քարդաշյան է, Քարդաշյան Վահան, ինքը անձամբ սեփական իր դերակատարությունն է ունեցել այս գործի մեջ։ Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ոստիկանության եւ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ ժամանեց Գյումրի։ Մեքենաների շարասյունը ոչ մի տեղ կանգ չառավ։ Քաղաքի կենտրոնական հատվածով սլացան դեպի Նանե հյուրանոց։ Այստեղ նրանց սպասում էին լրատվամիջոցների ներկայացուցիչներն ու երկրպագուներ։ Աստղային ընտանիքի անդամները, Քլոեն, Զարմուհիները, Քիմ Քարդաշյանը, ամուսնու եւ դստեր հետ դուրս եկան մեքենաներից ու միանգամից մտան հյուրանոց։ Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը գյումրեցիներին շատ երկար սպասեցնել չտվեց։ Հայաստան կատարած այցից ընդամենը մի քանի օր անց արդեն նա Գյումրիում է։ Քիմ Քարդաշյանը Գյումրի ժամանեց ընտանիքի անդամների հետ միասին։ Ներկա պահին նրանք Նանե հյուրանոցում են։ Անվտանգության եւ ոստիկանության աշխատակիցները հսկում են տարածքում։ Այստեղ կան նաեւ երկրպագուներ։ Թե Քիմը երբ դուրս կգա, դեռ հայտնի չէ։ Սպասում ենք բոլորս միասին։ Սա դուխիների հավաքած։ Այո, սպասում եմ դուրս գա, որ աշխատեմ, իր ստորագրությունը ունենամ։ Րոպեներ անց բոլորի ուշադրությունը դեպի դռներն էին, Քիմը դուրս եկավ, չմերժեց երկրպագուհուն, ստորագրություն եւ լուսանկար։ Քիմ Քարդաշյանի ընտանիքի հաջորդ կանգառը Սուրբ Յոթվերք եկեղեցին էր։ Քայլերն ուղղեցին եկեղեցի եւ որոշ ժամանակ անց փակվեցին դռները, իսկ լրագրողներն ու ժողովուրդը հայտնվեցին դրսում։ Դուրս, եկեղեցին չեն նկարում, դուրս, չի լինելու հարցը, դուրս։
Փորձերի են ասում։ Անվտանգության աշխատակիցները նշում էին, որ ներսում ֆիլմի համար նկարահանումներ են իրականացվում, սակայն երկար չտևեց։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը միջամտեց։ Եկեղեցու դուրը չի փակվում ոչ մեկի առջև։ Մատնիշյան փողոցում բնակվող Քարտաշյանները լսել էին, որ Քիմն իրենց է հյուրընկալվելու եւ նախապատրաստվել էին ինչպես հարկն է։ Պատրաստվել ենք, որպեսզի մարդկանց հյուրասիրենք, որտեղ մենք հյուրասեր ժողովուրդ ենք։ Ուրախ եմ, որ հյուրընկալվի Քարդաշյանների բնակարան։ Իմ մամաս Քարդաշյանների աղջիկն է։ Մինչ բոլորը սպասում էին սրտադրոպ, աստղային ընտանիքը եղավ Միասնիկյան 143 տանը։ Ասում են, այս հասցեում են ապրել Քիմ Քարդաշյանի նախնիները։ Տան դռները փակ էին, ներկա պահին այնտեղ ոչ ոք չի բնակվում։ Ֆիլմի նկարահանումները շարունակվեցին նաև տան ներսում։ Այնուհետ կրկին վերադարձ դեպի Նանե հյուրանոց։ Մոտ կես ժամ ուղիղ եթեր էր ռեալիթի շոուի համար, իսկ դրսում հավաքվել էին երկրպագուները։ Եկել եմ նրա հետ նկարվելու համար, նրան շատ եմ սիրում։ Ես նրա երկրպագուն եմ։ Նամակը հանձնել, որ ինքը տանի Քայլին տա։ Գրել եմ, որ ես շատ եմ սիրում Քայլին, ամենաշատը սիրում եմ Քենդալին, որպես մոդելային, սուպերմոդելային կարիերայի համար։ Քիմին անհամբեր սպասում էին նաև Քարտաշյան ազգանուն ունեցողները։ Եկել էին նաև արտիկից, խոսում էին ու քննարկում, թե Քիմ Քարդաշյանին որ կողմից են բարեկամ։ Մենք արտիկի Քարդաշյանից ենք։ Քյոմի Քարդաշյանն ենք։ Երևի կնի բարեկամ։ Չէ։ Քիմ Քարդաշյանին որի բարեկամ։ Դե Քարդաշյանը հորական կողմից, ի՞նչ բարեկամ։ Հորական կողմից էլի։ Բաբայիս, բաբի, այո։ Իրա կողմից։ Քիմ! Քիմը դուրս եկավ, ստացավ իրեն ուղված նվերները, մի քանի լուսանկար եւ վերջ։ Այցելությունը Գյումրի ավարտված էր։ Աստղային ընտանիքը հեռացավ Գյումրուց։ Նազիլ Էլբակյան, Խաչատուր Գևորգյան, մարզային ամփոփագիր։ Այս սարքավորումը հենց այն հաղորդիչն է, որը Շիրակի մարզում ապահովում է 9 հեռուստաալիքի թվային հեռարձակում, 8 հանրապետական և 1 մարզային։ Նոր պատկեր, նոր որակ, նոր ձայն։ Սրանք դրական այն առաջին փոփոխություններն են, որոնք կտեսնեն հեռուստադիտողները թվային հեռուստահեռարձակման անցումից հետո։ 2009 թվականին սկիզբ դրված գործընթացը մոտենում է հանգուցալուծմանը։ Հայաստանի Հանրապետությունում թվային հեռուստատեսային հեռարձակման համակարգի ներդրման գործընթացը սկսվել է 2009 թվականին երկարավարության նույն թվականի նոյեմբերի 12-ի թիվ 47 արձանագրային որոշմամբ հաստատվել է համապատասխան հայեցակարգը։ Հեռուստահեռարձակման թվային համակարգին անցման հայեցակարգը եւ դրա իրականացման միջոցառումները նպատակաուղղված են ապահովելու բազմաբովանդակ հեռուստահեռարձակման լայն հասանելիությունը, մատչելիությունը եւ հաճախականությունների տիրույթների արդյունավետ օգտագործումը։ Աշխատանքների այն ծավալը, որը իրականացվում է մեր կազմակերպության կողմից, եւս գոհացուցիչ են ժամկետների պահպանման իմաստով, իրականացվել է առելի քանակի աշխատանք նախկինում գոյություն չունեցող կայանների ուրեմն ստեղծման իմաստով։ Ինչ է իրենից ներկայացնում վերգետնյա թվային հեռուստատեսությունը։ Այն հեռուստատեսային նոր տեխնոլոգիա է, որը եկել է փոխարինելու գործող անալոգայինին։ Վերգետնյա թվային հեռուստատեսությունը թույլ է տալիս հեռարձակել այնպիսի ձևաչափի տեսաձայնային նյութեր, որը լայնորեն կիրառվում է համակարգչային եւ համացանցային տեխնոլոգիաներում։ Հայաստանում վերգետնյա թվային հեռուստատեսության տեսաձայնային ձևաչափը հանրահայտ MPEG-4 ձևաչափն է։ Այդ հեռուստացրագրերը մատակարարվելու են հանրությանը բացառապես անվճար ձևով եւ հետագայում եւս այս հեռուստացրագրերը ուրեմն վճարովի դառնալու որևէ մտավախություն կամ հնարավորություն չի լինելու։ Ինչպիսի հեռուստացույց է պետք վերգետնյա թվային ծրագրերը դիտելու համար։ Վերջին տարիներին արտադրված հեռուստացույցներից շատերը ունեն ինտեգրացված թվային ընդունիչներ եւ նախատեսված են վերգետնյա թվային հեռուստատեսության ծրագրեր դիտելու համար։ Անհրաժեշտ է ստուգել դրանց համապատասխանությունը հատկապես DVB-T2 ստանդարտին։ Նման հեռուստացույցների համար բավարար է միայն հեռարձակման կապուղիներին համալարումը։ Մեր ենթակառուցվածքը մասնակիորեն կարող է կրել իր հետ նաեւ
հետագայում ստեղծվելիք մասնավոր մուլտիպլեքսերների տեխնիկական հնարավորությունները եւ հեռուստածրագրերի քանակը հետագայում Հայաստանում մասնավոր հեռարձակողների միջոցով կարող են ավելացվել։ Վաղ արտադրության անալոգային հեռուստացույցներով վերգետնյա թվային ծրագրեր դիտելու համար անհրաժեշտ է դրանք համալրել հատուկ ապակոդավորող կցուրդ սարքերով։ Սրանք ևս պետք է բավարարեն DVB-T2 ստանդարտին։ Վերգետնյա թվային հեռուստատեսության կցուրդ սարքերը արտակնապես եւ գործառնությամբ նման են արբանյակային եւ մալուխային հեռարձակման ապակոդավորող կցուրդներին։ Հին հեռուստացույցերը ասում են, որ պետք է չաշխատի այդ թվացույցային գրաֆիկով։ Մենք էլ վիճակի չենք նոր առնել կամ ինչ-որ նորից գումարներ պետք է մուզվի, ինչ-որ մաս պետք է ավելացվի, չգիտեմ, աղջիկ ջան, դա վերդել, մեզ համար յոլա են կնում էլ թվային ու չգիտես ինչու։ Ամբողջ աշխարհը թվայնացման հետ թվայնացման է անցնում, ուղղակի ես գիտեմ, որ մեր քաղաքը շատ վատ սոցիալական պայմանների մեջ է ու շատերի գրբանին կկպնի այդ ամեն ինչը։ Այդ է խնդիրը, թե չէ որակին դեմ չենք, ուղղակի այնպես լինի, որ ժողովուրդը չտուժի։ Չեմ պատկերացնում անգամ ինչի մասին է։ Կիսատ պրատ դիտել եմ հեռուստացույցով, ինչ որ սարքեր պետք է տեղադրվի, այնտեղ բավական անմատչելի քներ էին, նույնիսկ խոսք եղավ, որ մատչելի քներով էլ կան սարքեր, ասենք 7-ից 8000 դրամի սահմանում։ Փորձում են տեխնիկական նորամուծությունները մտցնել հասարակության մեջ, բայց իմ կարծիքով ներկայիս դրությունը հաշվի առնելով եկել նպատակարար գործողություն չի։ Հանրությանը մատակարարվելու է սոցիալապես անապահով շերտի համար թվով 100,000 ընդունիչ կցուրդների քանակություն եւ սրանք եւս մատակարարվելու են անվճար սկզբունքով, ըստ էության հարցը արդեն վերջնական լուծման փուլում է։ Նախատեսվում էր մինչև 2015 թվականի հուլիս ամիսը հանրապետության ամբողջ տարածքում ավարտին հասցնել վերգետնյա թվային հեռուստատեսության ներդրման աշխատանքները։ Վերգետնյա թվային ծրագրերը բացառապես անվճար կերպով մատչելի կլինեն հանրապետության բոլոր բնակավայրերում։ Երևան քաղաքում կհեռարձակվի 18, իսկ մարզային բնակավայրերում 9 հեռուստածրագիր։ Նախատեսված աշխատանքների հիմնական մասն արդեն ավարտված է։ Լավ է, որ այսպես ասած եվրոպական չափանիշներին ավելի համապատասխան կլինի, ինձ թվում է, որ մեր բնակչությունն է կողքլինի նման փոփոխություններից։ Մենք խաբար չենք, աղջիկ ջան, գնացեք ուրիշ տեղ ամացեք։ Ես չգիտեմ էլ որ պետք է անցնի։ Այդպես բաներից մենք տեղեկություն չունենք։ Հա, իմացել եմ այդպես բան կա։ Թող ասին, տեսնենք էլի։ Ճունելի է եւ հուսանք նմանատիպ նորարարական ծրագրեր ել ավելի շատ են լինելու այս ոլորտում։ Թվայնացումը իր հետ կբերի որակական փոփոխություններ, ինչպես բոլորը, այնպես էլ ես հուսով ենք, որ որակական փոփոխություններ են լինելու, ինչպես մարզային, տեղային հեռուստաեթերներում, այնպես էլ ընդհանուր Հայաստանի Հանրապետության մասշտաբում։ Հիմնական ակնկալիքն այն է, որ կունենանք ավելի որակյալ հեռուստահաղորդումներ եւ միջազգային չափանիշներին համապատասխանող հեռուստատեսություն։ Իհարկե, որոշակի վճարումներ պետք է անել սարքը գնելու համար, բայց դա ինչ արած ամեն որակյալ ապրանքի համար պետք է վճարել։ Թե թվայնացումը ինչ կտա, չեմ կարող գուշակել։ Բայց եթե դա գնում է որակի համար, որը անշուշտ հեռուստատեսությունը պետք է շատ որակյալ լինի, որովհետև այդտեղ եւ երեխան է եւ մենք ենք մեր աչքերի խնդիրն է, լսողականի խնդիր է, որակը անպայման պարտադիր է, բայց այսօր մեր հասարակությունը պատրաստ է ծափահարելու այդ թվայնացմանը, թե ոչ, ես տեղյակ չեմ։ Շիրակի մարզում թվային հեռուստահեռարձակման մուտք գործելով հասանելի է դառնում 8 հանրապետական եւ 1 մարզային հեռուստաալիք, որը ցայգն է։ Հիշեցնենք, որ ցայգի ազդանշանը թվային կապուղիով փորձնական եղանակով հեռարձակվել է դեռ նախորդ տարվա դեկտեմբեր ամսին, իսկ ներկա պահին ցայգը հասանելի է նույնիսկ մարզի հեռավոր բնակավայրերում։ Տարիներ առաջ այնպես է ստացվել, որ ցայգ հեռուստաընկերության մարզայինի այդ մրցութային առաջարկը լիցենզավորմամբ նույնպես ես եմ ներկայացրել, այնպես որ գործընթացին բավականին քաջատեղյակ եմ։ Միանշանակ պետք է նշեմ, որ անգամ բոլոր մարզային հեռուստաընկերության ներկայացրած առաջարկից մեր խստի տարբերվում էր, դա իմ գնահատականը չէ, դա հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի գնահատականն էր եւ մեր մրցութային առաջարկի արդյունքում էր, որ ցայգը ընտրվեց որպես Շիրակի մարզային միակ հեռուստաընկերությունը։ Խնդրում եմ վարկանիշային կարգով քվեարկել ցայգ սահմանափակ պատասխանությամբ ընկերության առաջարկին։
Տարիների ընթացքում մենք մեր աշխատանքով փորձում ենք հասնել այդ չափորոշիչներին եւ կարեւորն այն է, որ անգամ մեր հետ մրցած այլ հեռուստաընկերությունները երբևէ չփորձեցին բողոքարկել մրցույթի արդյունքները, որովհետեւ ակնհայտորեն էր, որ ցայգի ներկայացրած առավելություններն անժխտելի են, թե տեխնիկական մասով, թե կադրերի որակավորման պատրաստման մակարդակով եւ այն հաղորդումների ցանկով, որն այժմ տեղ է գտել մեր եթերում։ Գործադիրը, սակայն, օրերս քննարկել է Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքում փոփոխություններ կատարելու եւ Հայաստանի Հանրապետությունում հեռուստատեսության անալոգային հեռարձակումից թվայինի անցման ժամկետը մինչեւ 2017 թվականը հետաձգելու առաջարկը։ Նախագծում հեռուստատեսության անալոգային հեռարձակումից թվայինի անցման ժամկետի երկարաձգումը ընդհանուր առմամբ ընդունելի է, սակայն ժամկետի հստակ սահմանումը քննարկման առարկա է հանդիսանում։ Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն առաջարկն ընդունելի է համարել, նշելով, որ ժամկետի սահմանումը ենթակա է քննարկման, այս ոլորտում դեռ կան բազմաթիվ չլուծված հարցեր։ Հեռուստատեսության անալոգային հեռարձակումից թվայինի անցման ժամկետը հետաձգվել է մինչեւ 2017 թվականը։ Ներկայիս պայմաններում, երբ ինչպես գիտեք, անալոգային հեռուստաընկերությունների հեռարձակման ժամկետը կրկին երկարացվեց, այնպես է ստացվում, որ ստեղծվել է ոչ հավասար մրցակցային դաշտ հեռարձակողների մեջ, որովհետև այն հեռուստաընկերությունները, որոնք ստացել են թվային հեռարձակման իրավունք, նրանք առավել քանակությամբ տուրք են մուծում, մոտավորապես եթե անալոգայինները 50,000 դրամ են մուծում, թվայինի համար դա 20-պատիկ է, որը բավականին կլորիկ գումար է կազմում, ու բնականաբար մենք մեր բիզնես առաջարկում ունենք մեր քայլերը, շուկայի մեր ուսումնասիրությունները, մեր մարքետոլոգները բավականին հմուտ հետազոտության արդյունքում հաշվարկել են, թե մենք որոշակի գումարների պաշարը ինչպես ենք ստեղծելու։ Բայց քանզի այժմ մրցակցային պայմաններում դաշտում գործում են նաև այլ հեռուստաընկերություններ, դա մրցույթի պայմանները մի փոքր խախտում է, որովհետև մենք մեր բիզնես պլանի ու առաջիկա մեր գերակա ծրագրերից այս դեպքում շեղվում ենք։ Իսկ դաշտում իրապես չհստակեցված իրավիճակ է։ Մրցույթում շահած մարզային հեռուստաընկերության կողքին շարունակում են գործել մյուս հեռուստաընկերությունները, մինչդեռ ըստ նախատեսվածի մարզային հեռուստաընկերությունը դաշտում պետք է լիներ միակը։ Կարգավորված ու հստակեցված չէ նաև հանրապետական կապուղի շահած հեռուստաընկերությունների մարզերում գործող թղթակցական կետերի գործելակերպը։ Այնպես է ստացվում, որ միևնույն դաշտի վրա հեռարձակվում են անգամ այն հեռուստաընկերությունները, որոնց գործունեության ժամկետները վաղուց եւ սպառվել էին։ Եթե հիշում եք, թվայնացումից հետո իր հեռարձակումը դադարեցրեց ԱԼՄ հեռուստաընկերությունը։ Նույնը պետք է լիներ Գյումրիում մեկ հեռուստաընկերության դեպքում, բայց չգիտես ինչու նա մինչև օրս որպես մարզային թղթակցական կետ անվանումով հեռարձակումը շարունակում է, հեռարձակում է նաև գովազդներ, նույնիսկ գովազդային շուկայում փորձում է ոչ հավասար պայմաններ ստեղծել, վարկաբեկել մարզային միակ հեռուստաընկերությանը, չգիտեմ թե ինչի են այս ամենի վրա աչք փակում ազգային ռադիոհեռուստաընկերությունը, նաև հեռուստա եւ ռադիո հաղորդիչ ցանցերը։ Խնդիրները շատ են, չպարզված հարցերը բազում, իսկ 2009 թվականին սկիզբ դրված հեռուստահեռարձակման թվայնացման գործընթացը հանգուցալուծման մոտենալու փոխարեն դեռ շարունակվում է։ Ալա Բաղդասարյան, Արթուր Մարգարյան, Մարզային ամփոփագիր։ Այն, որ Լենին պապին էլ մանուկ է եղել բոլորի նման ժիրու, սիրունի կարելի է դատել այդ տարիների Շիրակի մարզում գործած նախակրթարանների թվով։ ԽՍՀՄ փլուզումից եւ 88-ի աղետից հետո այս առումով Շիրակի մարզում եղավ կտրուկ անկում։ Մարզի 119 համայնքից միայն 26-ը ներկա պահին ունեն նախակրթարաններ, 93 համայնք զրկված է երեխաներին ուրախ մանկապարտեզային կյանք ապահովելու հնարավորությունից, համայնքի բյուջեն փոքր է, նախակրթարան պահելու հնարավորություն չկա։ Մարզի 26 համայնքում ընդհանուր հաշվով 54 նախակրթարան է գործում, հունվարի 1-ի դրությամբ 4300 երեխա է մանկապարտեզ հաճախում։ 2234-ը Գյումրիում գործող նախակրթարանների սաներն են, մյուսները տարբեր համայնքներից են։ 13 համայնքում 16 նախակրթարան, Ախույրանի 33 համայնքներից գործում են 5 համայնքների 7 նախակրթարան եւ մնացած տեղերում մեգական նախակրթարան, Անի տարածքում 3 համայնքում է գործում, Մարալիկ, Սառնախբյուր եւ Լանջիկ համայնքներում։ Աշոտքի տարածաշրջանում 25 համայնքներից գործում են 2 համայնքում, Աշոտք եւ Ղազանչի, եւ Ամասիայի տարածաշրջանի 19 համայնքներից գործում է 2 համայնքում, Ամասիա եւ Ողջի։
Գործող նախակրթարանները սակայն միշտ չէ, որ տարվա բոլոր ամիսներին են երեխաներին ծառայում, մեծամասամբ սեզոնային բնույթի է դրանց աշխատանքը։ Հատկապես գյուղական համայնքներում է խնդիրը վառ արտահայտված ցրտերն ընկնելուն պես վրա է հասնում փոքրիկների տանը մնալու իրականությունը։ Օրինակ արտի տարածաշրջանում 7 նախակրթարան այս պահի վիճակով չեն գործում դեռևս, կգործեն մայիսի 1-ից, որտեղ ցուրտ է, եղագնագային պայմանները հաշվի առնելով ջեռուցման համար մեծ ծախսեր են պահանջվում, որը հնարավորություն չունեն համայնքները պահել։ Դրա համար ձմեռվա ժամանակահատվածում այդ ժամանակավորապես փակվում են, հետո մայիսի 1-ին այդ նույն նախակրթարանները կբացվեն, կսկսեն գործել։ Հիմա չի գործում նաև Աշոտ Ղազանչի նախակրթարանը։ Շատ համայնքներ սակայն գոհ կլինեն, եթե այդ տարբերակով գործող մի նախակրթարան էլ իրենք ունենային։ Ջաջուրը, Շիրակը, Կառնուտը, Ջրառատն ու այսպես 93 համայնք չեն կարող մանկահասակներին կտրել գյուղական առօրյայից։ Սա ոչ թե աղբանոց է, այլ Մարմաշենի մանկապարտեզն է, մինչ 88 աղետը այստեղ երեխաներ են վազվզել, դաստիարակներ են աշխատել։ Աղետից անմիջապես հետո շենքը ենթարկվել է թալանի։ Եղել են մարդիկ, ովքեր տարիների ընթացքում փորձել են սեփականաշնորհել այս կառույցը եւ այն ծառայեցնել տարբեր նպատակների։ Միայն թե մեկ խնդիր է առաջացել։ Այն մարդիկ, ովքեր սեփականաշնորհել են այս շինությունը, առողջական լուրջ խնդիրներ են ձեռք բերել։ Առաջին սեփականատերը վաղուց մահացել է։ Վերջին սեփականատերը կառույցի նկատմամբ ունեցած իր բոլոր լիազորությունները արդեն հանձնել է համայնքին։ 93 թվականին շենքը սեփականաշնորհվեց եւ Երևանի մի գործարար բժիշկ փորձեց հիմնել երկրաշարժից տուժված վերջույթները կորցրած մարդկանց վերականգնական կենտրոն։ Նու այդ ծրագիրը երկար չտևեց, քանի որ 95-96 թվականին գործարար բժիշկը Ստեփանյան Ստյոպան մահացավ, հանգարցամահ եղավ, այդ ծրագիրը խափանվեց։ Այդ թվականի տարիներից հետո 2-3 անգամ շենքը որպես սեփականություն ձեռքից ձեռք փոխանցվեց։ 2005 թվականին շենքը սեփականաշնորհեց Մարմաշեն գյուղի բնակիչ գործարար Հենրիկ Սերոպյանը, էներգիա առողջությունն էլ պատկերացրեք, իշխորեսի չարաբաստիկ շենքը, ով վերցնում էր ինչ-որ բարեգործություն կատարելու, հիվանդանում էր։ Մի պայմանավորվածություն ձեռք բերեցի Սերոպյան Հենրիկի հետ, սկզբից հեռախոսով, հետո ինքը եկավ Հայաստան, ինձ տվեց լիազորագիր իր անունից, որ շենքի հետագա ճակատագիրը տնօրինի գյուղապետարանը։ Համայնքում արդեն շենքը սեփականատիրոջից գնելու գործընթացը մեկնարկել է, ավականին հաստատել է գումարի տրամադրումը։ Երբ հաստատքային մասն ավարտվի, բարերարը խոստացել է հիմնավորապես աջակցել մանկապարտեզի կառուցման աշխատանքների իրականացմանը։ Հաշվարկել տվել եմ մոտարապես 196,000 ամերիկյան դոլար է կազմել, որը պատկերացրեք կան է մեծ թիվ չէ։ Մինչ այդ այս կիսակառույցը կշարունակի ծառայել որպես աղբանոց տարածքում գործող ամբուլատորիայի համար։ Գուցե բուժաշխատողները ցանկություն ունենան հերքելու ասվածը իրենց իրավունքն է։ Այս պարագայում սակայն ով ինչպես է կարողանալու հիմնավորել աղբի հիմնական մաս կազմող սրվակների, ներարկիչների, տարբեր բժշկական պարագաների, դեղահաբերի, դատարկ դեղատուփերի մեծ քանակության առկայությունը։ Քանի դեռ տարածքում այս հակահիգիենիկ վիճակն է, մանկապարտեզի կառուցումն էլ թղթային գաղափար փոքրիկների ծնողներին, ովքեր ունեն հնարավորություն, իրենց երեխաներին ամեն առավոտ գյուղից ճանապարհում են Գյումրի, սարսափի մեջ թողնելով համայնքապետին։ Ամեն առավոտ ժամի 8:30 ես գալիս եմ աշխատանքի, ամարտ է ձմեռ, հիմնականում ձմեռ է եւ աչքից առաջից 28-30 երեխաներ գազելով գազել մեքենայով որպես երեխաներին տեղափոխում են քաղաքի մանկապարտեզները, մոտարապես մի ժամ, 2 ժամ ես ուղեղիս մեջ մնում է տպավորված եմ փաստը, թե Աստված ոչ մի արասե, այդ մեքենան վթարի ենթարկվի։ Պատկերացրեք
Իսկ ազատանցի փոքրիկներն այլևս Գյումրի չեն հասնում, համայնքում հաջողությամբ գործում է նորաբաց Արփի նախակրթարանը։ 360 միլիոն դրամի շրջանակներում է կառույցի շինարարությունն իրականացվել։ Այն նախատեսված է 140 երեխայի համար, ներկա պահին 94 փոքրիկ է հաճախում։ Այս նախակրթարանի բացմամբ բացի փոքրիկների զբաղվածության խնդրի լուծումից նաև նրանց անվտանգությունն է ապահովել։ Նախկինում ազատանից ամեն լուսաբացի երեխաները մեկնել են Գյումրի։ Արագացավ նրա համար, որովհետեւ ամեն օր այդ գազելները դուրս գալուց ու երեխաներով լիք կբեռնված, մենք Աստված ենք կանչում, որովհետեւ հանգարց Աստված մի արասեփ, որից է փորձանք չլինի, որովհետեւ մեր մադաղ սերունդը նորմալ հետ վերադառնա գյուղ, եթե ինչ որ բան լիներ, մենք ամբողջ կյանքերս մեզ չէինք ներելու։ Հիմա քչերն են հասնում Գյումրի տնօրենը վստահ է, որ նրանք եւս առաջիկա ամիսներին կտեղափոխվեն իրենց նախակրթարան։ Ազատանի հարակից գյուղերի ցանկություն հայտնողներ եւս կան։ Նրանց համար հավանաբար փոխադրամիջոց կապահովվի։ Արփին այս պահին մեկ խնդիր ունի, տնօրենն ասում է նյութատեխնիկական բազայի համալրման կարիք է զգացվում։ Երեխաներն օրեցօր ավելանում են, սրան զուգահեռ աճում է գույք ու անհրաժեշտ դիդակտիկ ուսումնական այլ պարագաներ ունենալու խնդիրը։ Երեխաներին նաև խաղալիքներ են պետք։ Արմենուհի Մինասյան, Խաչատուր Գևորգյան, Մարզային ամփոփագիր։